Հավատք։ Ապաշխարության հետ միասին մարդու կյանք է գալիս փրկող հավատքը։ Այն ավելին է, քան համոզմունք, որ Աստված կա։ Այն ներառում է վստահություն, համոզվածություն կամ ապավինություն նրա բնավորության կամ խոսքի ճշմարտության վրա։ Աստվածաշունչն ասում է Հակոբոս 2:19-ում. «Դու հավատում ես, թե մեկ է Աստված, լավ ես անում, դևերն են հավատում և սարսափում»։ Իրական հավատք ունեցող մարդիկ պարզապես չեն հավատում, որ Աստված կա, այլ վստահ են, ինչ Աստված ասել է և ապավինում են նրա ասածներին։ Աստվածաշունչը հավատքը սահմանում է որպես հուսացած բաների հաստատություն և չերևացող բաների ապացույց (Եբրայեցիների 11:1)։ Սա հանգեցնում է մի շատ կարևոր հարցի. ինչպես կարող է տրամաբանող մարդը վստահ կամ համոզված լինել, որ այն, ինչին հուսացած է և այն, ինչը երբևէ չի տեսել, իրականում գոյություն ունի։ Այս հարցի պատասխանը կարելի է գտնել Աստծո բնավորության, Աստվածաշնչի հավատարժանության և Սուրբ Հոգու ծառայության մեջ։ Մենք կարող ենք վստահ լինել մեղքերի ներման և Աստծո հետ հաշտության մեջ, ինչպես նաև ունենալ հավիտենական կյանքի հույս, քանի որ Աստված այս ամենը խոստացել է իր Խոսքում (Տիտոս 1:2-3 խոսքեր)։ Աստծո Հոգին մեր սրտերին վկայություն է տալիս, որ դրանք ճիշտ են (Հովհաննես 16:13, Հռոմեացիների 8:14-16, Գաղատացիների 4:6 խոսք)։ Մասնավորապես, փրկող հավատքի հիմքում այն վստահությունն է, որ Քրիստոսը մեր Փրկիչն է և մեր արդարությունն Աստծո առջև։ Իրական ապաշխարության ամենամեծ ապացույցն այն է, որ մենք ոչ միայն շրջվում ենք մեղքից, այլև մեր առավելություններից, արժանինքներին կամ գործերին ապավինելուց Աստծո առջև ճիշտ դիրք ունենալու համար։ Գիտակցում ենք, որ մեր մարդկային ենթադրյալ արդարությունը կամ բարի գործերը ամբողջությամբ նման են կեղտոտ լաթի (Եսայիա 64:6) և հաստատակամորեն մերժում ենք դրանք որպես փրկության միջոց։ Գիտենք, որ մեր հաշտությունը Աստծո հետ նրա համար արված մեր գործերի արդյունքը չէ, այլ Հիսուս Քրիստոսի միջոցով մեզ համար կատարած նրա մեծ գործի արդյունքն է, և անվերապահորեն հավատում ենք հետևյալ աստվածաշնչյան խոսքերին (Գաղատացիներ 2:16 խոսք)։ Գիտենք, որ մարդը օրենքի գործերից չի արդարանում, բայց միայն Հիսուս Քրիստոսի հավատքից, և մենք Հիսուս Քրիստոսին հավատացինք, որ Քրիստոսի հավատքից արդարանանք, և ոչ թե օրենքի գործերից, որովհետև օրենքի գործերից ոչ մի մարմին չի արդարանա։ Եփեսացիների 2:8-9 խոսքերում ասում է. «Որովհետև շնորհով եք փրկված հավատքի ձեռքով, և սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է, ոչ թե գործերից, որ մեկը չպարծենա»։